նրա համար, որ հայ էին, միայն նրա համար, որ ապրում էին իրենց հազարամյա հայրենիքում։ Հետևաբար, այս մարտահրավերները մեզ ևս հաղթահարելու համար անհրաժեշտ է այդ հաղթանակը մեր մեջ տանել։ Բայց այսօր նաև պարոն Եսայանի խոսքից ակնհայտ դարձավ, որ Հայաստանում էլ իշխանությունը զավթածների կողմից փորձ է արվում մոռացության մատնել մեր հաղթանակները, մեր մասնակցությունը այդ հաղթանակներում ու ոչ միայն Արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակներին է փորձ արվում մոռացության մատնել ու տպավորություն ստեղծել, որ հայ ժողովուրդը ոչ մի ընդհանուր կապ չունի այն արժանապատիվ հաղթանակների հետ, որոնք եղել են 30 տարի առաջ, որոնք եղել են 80 տարի առաջ։ Փաստորեն պարոն Եսայանի խոսքից պարզ դարձավ, որ նաև խոչընդոտում են մեր հաղթական հիշողությունը 80-ամյա հաղթանակի հետ կապված, այսինքն մեծ հայրենականում տարած հաղթանակի իմաստով։ Ես ուզում եմ յուրաքանչյուրիս կոչ անել, որ մենք մեր հոգում ու սրտում տանենք այդ հաղթանակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի նոր հաղթանակներ կերտելու համար եւ ազատվելու այն չարիքից, որի համար մղվել է նաև մեծ հայրենական պատերազմը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, Տիկին Մկրտչյան։ Աստորեն մեր պապերը կողքի են կռվել։ Ձեր տատիկի եղբայրն